Փորձում ենք, որ արդարությունը առաջ դուրս գա։ Որ չկոծկվի այս գործը։ Դրա համար ենք պայքարում, թե չէ ինչի համար ենք հավաքվել։ Երթով նախագահական։ Այո։ Դե իմաստը դա որ պետք է որ չեն կարծում, որ պետք է չունենա։ Քաղաքական է այն պարզ պատճառով, որ ուղղված է եղել կասեցնելու, դադարեցնելու նրա գործունեությունը որպես գյուղապետ։ Ոչ թե անձնական խնդիր է այստեղ եղել, այլ որպես գյուղապետ է նրա դեմ եղել այս ամեն ինչը կատարված, որ կասեցվի եւ հետո ով չի հասել ընտրությունների միջոցով իր նպատակին, հասնի այս ձևով։ Աշխատավայրի դիմաց դավադիր գնդակի զոհ դարձավ մի պայծառ անձնավորություն, մեր մոտիկ ընկերը, համայնքի սիրված գյուղապետը, ընտանիքի հայրը, եղբայրը եւ հարազատը մեր շատ-շատերի Հրաչը։ Հրաչի ողբերգական այս մահը մեզ բոլորիս այս ընթացքում մի վարկյան անգամ հանգիստ չի տվել, որտև նա այն անձնավորությունն էր, որ ազատամարտի սկզբից մինչև վերջ անմնացորդ նվիրվեց մեր այս պայքարին համազգային, կերտեց այս հաղթանակը և վերադարձավ անմիջապես ձեռնամուխ եղավ իր համայնքի շենացման գործին։ Մի տեսակ, որով մենք այսօր ընդհանրապես, եթե ունենք ձեռք բերում պետություն, պետականություն, ապահովություն, անվտանգություն, այդ տեսակով է, որ մեր երկիրը երկիր է դարձել, պետությունը պետություն է դարձել։ Եվ այդ տեսակի դեմ էր այդ գնդակը, ոչ թե Հրաչի որպես անձի, ոչ թե որպես քաղաքացու, ոչ թե որպես միայն իր համայնքի համայնքապետի, այլ հենց այդպիսի տեսակի դեմ էր ուղղված այդ գնդակը։ Եվ դրանով է, որ մեր ցավը բազմապատկվում է, դրանով է, որ թե Պռոշյանի համայնքը, թե Հրաչին ճանաչող անձիկ, թե նաև բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում այդպիսի տեսակի դեմ ձեռք բարձրացնել, զենք բարձրացնել և ահաբեկչություն կատարել, դա մեր ապագային ուղղված գնդակ էր, մեր հեռանկարին հարված էր։ Եվ այս է պատճառը, որ մենք այս ամբողջ 7 ամիսների ընթացքում անընդհատ մտածել ենք մեկ ուղղությամբ, որ գոնե նվազագույնը ինչ-որ պետք է կատարվեր, արագ բացահայտվեր այս գործը։ Նվազագույնը, որ կարող էր մի թեթև սփոփանք լինել, որովհետև կորուստը այնքան մեծ է, որ բնականաբար դա ետ բերել հնարավոր չի։ Բայց գոնե այն հույսը արթնանար մարդկանց մեջ, որ պետությունն ինքն իրեն պաշտպանել գիտի, որտեղ սա հարված էր իսկապես պետություն կայացնող այդ տեսակին ուղղված, ուրեմն հարված էր բոլորիս, հարված էր նաև մեր պետությանը։ Եվ ուրեմն մենք մտածում էինք, որ բոլոր միջոցները, ամբողջ ռեսուրսը, պետք է իշխանությունները, պետությունը ներդնեն, որպեսզի այս գործը հնարավոր լինի արագ բացահայտել։ Դրա համար կային բոլոր հիմքերը։ Դրա համար մենք վստահ էինք, որ համապատասխան ջանասիրություն, մասնագիտական բարձր ընդունակություններ, կարողություններ հանդես բերելու պարագայում, մոբիլիզացնելով բոլոր ուժերը, հնարավոր կլիներ այս գործը բացահայտել։ Տեղի է ունեցել սպանությունը բոլորի աչքի առաջ, գյուղի առաջ, և բնականաբար շատ կան ականատեսներ, որ տեսել են։ Դժբախտաբար պիտի ասեմ, որ նաև այստեղ մենք չկարողացանք արթնացնել այն քաղաքացիական գիտակցությունը, որ նրանք, ովքեր կարող են այս գործի բացահայտմանը օգտակար որևէ տեղեկություն հայտնել, մենք նրանց տալիս էինք բոլոր երաշխիքները, որ
այդ մարդը անգամ կմնա անհայտ, որևէ ձևով նրա անունը չի շոշափվի, բայց կարողանա նպաստել այս գործի բացահայտմանը, այդպես էլ մենք դա չկարողացանք անել։ Բայց կար հստակ պատկերացում, թե ովքեր այդ գործի հետ կապված մեզ կարող են օգտակար ինֆորմացիա տրամադրել։ Դժբախտաբար այս 7 ամիսների ընթացքում մենք այդ հնարավորությունն է, որ տեսնում ենք գնալով Քչանում։ Դրանցից ոմանք այսօր Հայաստանից արդեն բացակայում են։ Ոմանք էլ այս կամ այն պայմաններում մահացան։ Եվ այս ամենի արդյունքում բնականաբար մեր մոտ այն տպավորությունը, որ այս գործի բացահայտումը պետք է արագ տեղի ունենա, կամաց սկսեց մարել։ Եվ այսօր բացահայտումը հայտնվել է տեղապտույտի մեջ։ Տեղապտույտի մեջ է հայտնվել նաև այն պարզ պատճառով, որ չդիտարկվեց այս սպանությունը փոխկապակցվածության մեջ հրաչի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկումների, սպառնալիքների այդ ամբողջ շարքի տրամաբանությամբ, որտեղ բոլորը գիտեն գյուղում, գյուղից դուրս, որ հրաչի այս տեսակի դեմ դուրս է եկել մի ստահակների խումբ թաքուն բացահայտ, թե կիսաբացահայտ, որ 2009 թվականից հետապնդում էին հրաչին, բայց հրաչը նահանջող մարդ չէր, նրանք այդտեղ էր, որ տեսան, որ գործ ունեն բոլորովին այլ տեսակի հետ, հրաչը չէր նահանջելու, նա բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկած մարդ էր և երբեք չէր ծնկել, երբեք չէր նահանջել, երկնչել նման դեպքերում։ Եվ այստեղ էր, որ ամեն փորձ կատարելով նրանք ի վերջո չէին կարողանում իրենց նպատակին հասնել։ Բայց 2009-2010 թվականներին կատարվածները տեղի ունեցան նույն տրամաբանությամբ։ Եվ 2013-ի այս սպանությունը մենք դիտում ենք այդ ամբողջ շղթայի որպես մի վերջին օղակ, որի վերջո հաջողվեց այդ ստահակներին իրենց նպատակն իրագործել։ Այս փոխկապակցվածությամբ դժբախտաբար քննությունը խորքային առումով ևս չտարվեց, որ ակնհայտ էր, որ այստեղ նաև կա այդ ենթատեքստը։ Ակնհայտ էր, որ այստեղ կա նաև քաղաքական ենթատեքստ, որտեղ ի վերջո հրաչի դեմ ուղղված գնդակը նպատակ ուներ կասեցնելու, դադարեցնելու նրա որպես համայնքապետի գործունեությունը։ Եվ այս ամենին հետևեցին ընտրությունները ձեզ հայտնի արդյունքներով։ Եվ ահա այս ամենի զուգահեռ մենք նաև այն շարժումը, որը ձևավորվեց Հրաչ Մուրադյան արդարության պահանջ շարժումը, այս ընթացքում ամեն ինչ արեցինք, անցանք բոլոր ատյաններով, որպեսզի այս մեր մտահոգությունները, մեր հնարավոր ամեն քայլը կարողանանք համաձայնեցնելով, համագործակցելով հասնել, նպաստել գործի բացահայտմանը։ Եղանք ոստիկանությունում բազմաթիվ անգամ, ոստիկանապետ, վարչության պետեր, համապատասխան պաշտոնյաներ։ Երեկ էլ հանդիպեցինք նոր նշանակված դատախազի հետ, գլխավոր դատախազի հետ։ Մեր մտահոգությունները չեն փարատվել։ Մեզ այսօր հավաքել է մեկ նպատակ, որ ևս մեկ ճիգ գործադրենք այս գործի բացահայտման առումով, հասնելու համար նրան, որ համարվի այս գործը մեր պետության, մեր երկրի դեմ կատարված հանցագործություն և նախագահը անձամբ ինքը վերցնի այս գործի բացահայտումը իր վերահսկողության տակ։ Բացահայտեք Հրաչ Մուրադյանի սպանությունը։ Բացահայտեք Հրաչ Մուրադյանի սպանությունը։ Ապրիլի 2-ի կրակորդը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Պարոն նախագահ, 2013 թվականի ապրիլի 2-ին Պրոշյան համայնքում գյուղապետարանի առաջ սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, մարտական խաչ, երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պրոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը։ Անցել է 7 ամիս, նախաքննությունը շարունակվում է և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել։ Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարության հանդեպ։ Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական և բազմակողմանի քննություն չի իրականացվել։ Նման եզրակացության հիմք է տալիս այն, որ նախկինում էլ այստեղ հանցագործություններ են կատարվել։ 2009 թվականին, 2010 թվականին Պրոշյանի գյուղապետարանի վրա հարձակումներ են եղել։ 2010 թվականին գյուղապետ Հրաչ Մուրադյանի և իր եղբորորդու դեմ մահափորձ է կատարվել։ 2012 թվականի սեպտեմբերին խուլիգանական հարձակում է եղել։ Այդ հանցագործությունները չբացահայտումը և անպատժելիությունը ի վերջո հանգեցրել են Հրաչ Մուրադյանի սպանությանը։ Սպանությունից հետո 2013 թվականի գյուղապետի ընտրությունների ժամանակ իշխանության որոշ շրջանակներ չափազանց ակտիվություն դրսևորեցին, օգտագործվեցին վարչական և ֆինանսական լծակները, հստակ ուղղորդվեցին զինծառայողները և պատճառահետևանքային կապ ստեղծվեց սպանության միջոցով գյուղապետ Հրաչ Մուրադյանի վերացման և նրա հակառակորդների ամեն գնով իշխանության հասնելու միջև։ Սրանով ամրապնդվեց նախկին և վերջին հանցագործությունների փոխկապակցվածությունը։ Կարծիք կա, որ այսօր այդ նույն ուժերը խոչընդոտում են գործի բացահայտմանը։ Պարոն նախագահ, պահանջում ենք սպանության բացահայտման գործը վերցնել ձեր անմիջական հսկողության տակ, ապահովել ամբողջական և բազմակողմանի քննություն։ Վստահ ենք նախորդ հանցագործությունների, հատկապես 2010 թվականի մահափորձի բացահայտումը կհանգեցնեն նաև մարտական խաչի շքանշանակի Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը։ Բացահայտում, 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 արդարություն, 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 Հրաչ, 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 բացահայտում։ Հրաչ, 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 Ագնացի կանցնում ոնց է, դրա վարկետի